Բարի գալուստ բուժատետր։ Մինչ թողարկմանը անցնելը խնդրում ենք մեկնաբանությունների հատվածում նշել, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Այս թողարկմանը խոսելու ենք մի հրաշալի միջոցի մասին, որը կարող է իրականորեն փոխել ձեր կյանքը, բարելավելով ձեր առողջությունը։ Սովորական սխտորով ջուր։ Այո, սխտորով ջուրը դարձել է առողջ ապրելակերպի ամենահնդրաճանաչ տրենդներից մեկը։ Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ 30 օր շարունակ ամեն առավոտ խմեք այս բնական թուրմը։ Նախ մի քանի հետաքրքիր փաստեր սխտորի մասին։ Բուրգեր կառուցողների վառելիքը։ Հին Եգիպտոսում փարավոնները սխտոր էին տալիս բուրգեր կառուցող ստրուկներին եւ բանվորներին։ Դարվում էր նրանց ֆիզիկական ուժը բարձրացնելու եւ վարակիչ հիվանդությունների բռնկումները կանխելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի անտիբիոտիկը։ Քանի որ 20-րդ դարի սկզբին պենիցիլինը դեռ լայնորեն հասանելի չէր, ռազմական բժիշկները սխտորի հյութը օգտագործում էին որպես հականեղիչ անտիսեպտիկ միջոց։ Դրանով մշակում էին զինվորների վերքերը, գանգրենան, փտախտը եւ ինֆեկցիաները կանխելու համար։ Ալիցինի քիմիական հրաշքը։ Ողջ եւ անվնաս սխտորի մեջ ալիցին չկա։ Այն առաջանում է միայն այն ժամանակ, երբ սխտորի բջիջները վնասվում են, ճզմվում, կտրատվում կամ ծանվում են։ Դա բույսի պաշտպանական ռեակցիան է բնության մեջ վնասատուների դեմ։ Այժմ խոսենք սխտորով ջրի 7 հիմնական օգտակար հատկությունների մասին։ Կանոնավոր օգտագործումը գործարկում է օրգանիզմի ինքնավերականգնման մեխանիզմները։ Ահա 7 հիմնական կետերը, թե ինչպես է այն ազդում ձեր առողջության վրա։ Առաջին՝ իմունային համակարգի հզորացում եւ վիրուսների ոչնչացում։ Սխտորը հարուստ է ծննդային միացություններով, հատկապես ալիցինով, որը օժտված է հզոր հակավիրուսային եւ հակաբակտերիալ ազդեցությամբ։ 30 օրվա ընթացքում ձեր արյան մեջ բարձրանում է սպիտակ գնդիկների լեյկոցիտների ակտիվությունը։ Սա նշանակում է, որ օրգանիզմը շատ օպերատիվ է արձագանքում մրսածությանը, գրիպին եւ սեզոնային այլ վիրուսներին, թույլ չտալով հիվանդությանը զարգանալ։ Կետ երկրորդ՝ արյան ճնշման հիպերտոնիայի բնական կարգավորում։ Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի կանոնավոր օգտագործումը խթանում է ազոտի օքսիդի արտադրությունը մեր օրգանիզմում։ Սա օգնում է թուլացնել եւ լայնացնել արյունատար անոթների պատերը։ Արդյունքում արյունը ավելի հեշտությամբ է շրջանառվում եւ արյան բարձր ճնշումը աստիճանաբար նվազում է, նվազեցնելով նաեւ սրտի ծանրաբեռնվածությունը։ Հաջորդը, թե ինչ կկատարվի ձեզ հետ, վատ խոլեստերինի մակարդակը կնվազի։ Սխտորով ջուրը ազդում է լյարդի ֆունկցիայի վրա, արգելակելով այն ֆերմենտները, որոնք պատասխանատու են խոլեստերինի սինթեզի համար։ 30 օր անց լաբորատոր հետազոտությունները հաճախ ցույց են տալիս ցածր խտության լիպոպրոտեինների վատ խոլեստերինի մակարդակի նվազում մոտ 10-15%-ով։ Սա իր հերթին կկանխի անոթներում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը։ Հաջորդը օրգանիզմի խորքային դետոքսիկացիա, մաքրում։ Սխտորի մեջ պարունակվող ծծմբի ատոմները կապվում են օրգանիզմում կուտակված ծանր մետաղների, օրինակ կապարի, կադիումի եւ տոքսինների հետ, վերածելով դրանք ջրում լուծվող միացությունների։ Սա զգալիորեն թեթևացնում է լյարդի եւ երիկամների աշխատանքը, ինչի շնորհիվ բարելավում է նաեւ մաշկի որակը։ Շուտով կանհետանան բորբոքումները, ցանը, ակնեն եւ ձեր մաշկը պարզապես փայլելու է, ցույց տալով ձեր ընդհանուր օրգանիզմի առողջությունը։ Հաջորդը մարսողության խթանում եւ աղիքային միկրոֆլորայի հավասարակշռում։ Քանի որ սխտորը ունի սուրհամ, այն գործում է որպես բնական պրեբիոտիկ։ Սխտորով ջուրը սնուցում է մեր աղիների օգտակար բակտերիաներին եւ միաժամանակ ճնշում է նեխում առաջացող պաթոգեն սնկերն ու բակտերիաները, օրինակ կանդիդան։ Սա ձեզ կօգնի ազատվել փորապքանքից, գազերից, լարվածությունից, կլավացնի ձեր օրգանիզմի ամբողջ նյութաբուխանակությունը։ Հաջորդը եւ շատ կարեւորը՝ արյան մեջ շաքարի մակարդակի կայունացում։ Սխտորի բաղադրիչները բարձրացնում են հյուսվածքների զգայունությունը ինսուլին հորմոնի նկատմամբ։ Երբ բջիջները ավելի լավ են յուրացնում գլյուկոզան, արյան մեջ շաքարի կտրուկ տատանումները դադարում են։ Սա հատկապես շատ օգտակար է նախաշաքարախտային վիճակում գտնվող կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց համար։ Եվ 7-րդ՝ բջիջների երիտասարդացում եւ հակաօքսիդանտային պաշտպանություն։ Սխտորը շատ հարուստ է հզոր հակաօքսիդանտներով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները։ Ազատ ռադիկալները պատասխանատու են բջիջների ժամանակից շուտ ծերացման եւ քրոնիկ բորբոքումների համար, այսինքն սրանք մեծ հաշվով այն նյութերն են, որոնք ծերացնում եւ հիվանդացնում են մեր օրգանիզմը։ Եվ ահա 30 օրվա ընթացքում մեր օրգանիզմը ստանում է հուսալի պաշտպանություն օքսիդատիվ սթրեսից, ինչը դրական է ազդում մեր ընդհանուր էներգիայի եւ տոնուսի վրա։ Այժմ խոսենք, թե ինչպես ճիշտ պատրաստել եւ ընդունել սխտորով ջուրը։ Որպեսզի սխտորով ջուրը լինի առավելագույն օգտակար եւ չվնասի ձեր ստամոքսը, անհրաժեշտ է հետևել պատրաստման հստակ կանոններին։
Դասական եւ անվտանգ բաղադրատոմս։ Վերցրեք 1-2 բջիջ թարմ պինդ սխտոր, խուսափեք ծլած կամ փափկած սխտորից։ Հաջորդ փուլը ճզմումն է, սա ամենակարևորն է։ Սխտորը ճզմեք, սխտորահանով կամ մանր կտրատեք եւ դանակի տափակ կողմով տրորեք։ Ճզմած սխտորը թողեք սեղանին մնա 10 րոպե։ Այս ընթացքում թթվածնի ազդեցությամբ սինթեզվում է առավելագույն քանակությամբ ալիցին։ Սա սխտորի ամենաօգտակար նյութն է։ Եթե դուք օրինակ սխտորը ճզմելուց անմիջապես հետո այն լցնեք ջրի մեջ, ապա ռեակցիան կիսատ կմնա եւ դրա օգտակար հատկությունները ամբողջությամբ չեք ստանա։ Ջրի ավելացում՝ արդեն ակտիվացրած կտրտած սխտորի վրա լցրեք 1 բաժակ 200-250 մլ սենյակային ջերմաստիճանի կամ գոլ ջուր։ Երբեք մի օգտագործեք եռման ջուր, քանի որ բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է ալիցինը եւ վիտամինները։ Թրմում թողեք թուրմը հանգստանա եւս 5-ից 10 րոպե, որպեսզի օգտակար նյութերը անցնեն ջրի մեջ։ Խմեք այն առավոտյան նախաճաշից 20-30 րոպե առաջ։ Եթե ունեք զգայուն ստամոքս, մի խմեք դատարկ ստամոքսին։ Խմեք այն նախաճաշի ընթացքում կամ դրանից հետո։ Ջուրը խմելուց հետո սխտորի մանրացած կտորները պարտադիր չէ ուտել։ Հիմնական նյութերը արդեն իսկ լուծված են ջրի մեջ։ Այժմ խոսենք հակացությունների եւ հնարավոր վտանգների մասին, որոնք պակաս կարևոր չեն։ Չնայած իր բնական ծագմանը, սխտորն ունի շատ ակտիվ քիմիական կազմ, ինչը նշանակում է, որ այն ունի նաեւ հակացություններ։ Առաջին՝ արյան նոսրացում եւ դեղորայքային փոխազդեցություն։ Սխտորը բնական անտիկոագուլյանտ է, այսինքն նոսրացնում է արյունը։ Եթե դուք խիտ արյուն ունեք, ուրեմն սխտորը ձեզ համար շատ օգտակար կլինի։ Բայց եթե դուք ընդունում եք արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր, օրինակ ասպիրին, վարֆարին, ապա այս կուրսը կարող է մեծացնել արյունահոսության վտանգը, այսինքն ձեր արյունը չափից շատ կնոսրանա։ Հաջորդը ստամոք ծաղիկային տրակտի հիվանդություններն են։ Սխտորով ջուրը խիստ հակացուցված է սուր փուլում գտնվող գաստրիտի, ստամոքսի կամ 12 մակի աղիքի խոցի, ինչպես նաև էնտերոկոլիտի դեպքում։ Այն կարող է անգամ այրվածքներ առաջացնել բորբոքված լորձաթաղանթի վրա։ Նախավիրահատական շրջան։ Եթե ձեզ սպասվում է որևէ վիրահատություն, ներառյալ ատամի հեռացումը, պետք է դադարեցնեք սխտորով ջրի ընդունումը պլանավորված օրվանից առնվազն 2 շաբաթ առաջ արյան վատ մակարդելիությունից խուսափելու համար։ Եվ լեղաքարային հիվանդություններ։ Սխտորն ունի լեղամուղ ազդեցություն։ Եթե լեղապարկում կան խոշոր քարեր, ապա ջուրը կարող է շարժել դրանք, ինչը կհանգեցնի լեղուղիների խցանման եւ սուր ցավերի։ Գործնական խորհուրդներ, ինչպես հաղթահարել տհաճ եւ կողմնակի ազդեցությունները։ Սխտորի կանոնավոր օգտագործման թերևս ամենամեծ թշնամին նրան բնորոշ տհաճ հոտն է, որը առաջանում է ծծմբային գազերի ներծծման եւ թոքերով ու մաշկով արտաշնչման հետևանքով։ Որպեսզի բերանից տհաճ հոտ չգա, մի քանի արդյունավետ խորհուրդ։ Առաջին՝ կանաչի եւ խնձոր։ Սխտորով ջուրը խմելուց հետո ծամեք թարմ մաղադանոսի անանուխի տերևներ եւ կերեք մի կտոր խնձոր։ Խնձորի եւ կանաչու մեջ առկա ֆերմենտները չեզոքացում է ծծմբի հոտը հենց բերանի խորոչում։ Երկրորդ՝ կիտրոնահյութ։ Պատրաստի սխտորով ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ թարմ կիտրոնի հյութ։ Այն ոչ միայն կբարելավի համն ու կչեզոքացնի հոտի մի մասը, այլև կավելացնի վիտամին C-ն։ Այսպիսով 30-օրյա սխտորով ջրի կուրսը հզոր եւ մատչելի միջոց է օրգանիզմը տոնուսի բերելու համար։ Սակայն հիշեք, որ առողջության հարցում կարևոր է չափավորությունը եւ սեփական մարմնի ազդանշաններին լսելը։ Եթե առաջին օրերին զգաք ուժեղայրոց կամ սրտխառնոց, անմիջապես դադարեցրեք կուրսը։ Հարգելի հետևորդներ, տեսանյութը ունի տեղեկատվական եւ կրթական նշանակություն։ Եթե ունեք առողջական խնդիրներ, ապա դիմեք բժշկի։ Սիրելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք, նաեւ գրեք մեկնաբանություն։ Արդյոք ծանոթ եք սխտորով ջրի օգտակար հատկություններին։ Երբևէ կիրառել եք այն թե ոչ։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր նոր թողարկումների համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։